Ողջույն սիրելիներ, այսօր մեկ կարևոր հարց նաև ուղղված է, որը ուզեցի պատասխանել։ Հարցնողը գսե, կարելի է արդյոք մահեն ետք աղոթել հոգի փրկության համար։ Այո, հայ առաքելական Սուրբ Եկեղեցին գուսուցան է, որ կարելի է եւ անհրաժեշտ է աղոթել նչեցյաներու հոգիներուն համար, սակայն ոչ թե անոնց ճակատագիրը փոխելու, այլ անոնց հոգի մխիթարության եւ բայծարության համար, եթե անոնք մահացած են ի Քրիստոս, ավանդաբար գսենք ի Քրիստոս ննչեցյալս։ Սա կնշանակե մահացած են հավատքով, մգրդությամբ, թեկուզ մեղավոր, բայց Աստծուն ապավինած։ Այսպիսիներու համար է, որ եկեղեցին կհիշեցնե Սուրբ Պատարագի մեջ հիշյադեր եւ ողորմյա աղոթքը։ Իսկ անոնք, որոնք չեն ապաշխարած, կարող ենք աղոթել իրենց համար։ Սուրբ գրքի համաձայն մարդը մահվանից հետո արդեն դատաբարդությունը կամ փրկությունը ցերկ կբերե։ Դեսեք օրինակի համար Եբրայեցիներու 9:27-ը, գսե մարդոց սահմանված է մեկ անգամ մահանալ, ապա դատաստան։ Սակայն եկեղեցին մեր աղոթքներով ոչ թե կփոխե անոր վերջնական որոշումը, այլ կխնդրե Տիրոջ ողորմությունը, եթե գա մի բարիք, որ միգուցե ակնհայտ է կամ անհայտ է մեզ, գուցե վերջին բահին ապաշխարանքը, գուցե մեր ներքին փապակը, որ նա ուներ։ Այսօր համար հոգեանքստյան գարկերը գնենք, ողորմության մատուցումները։ Գա Սուրբ գրքի մեջ վկայություն, որ մահեն յետ կարելի է աղոթել։ Այո, Սուրբ գրքի մեջ եւ եկեղեցու հայրերու գրքերու մեջ կան օրինակներ, թե ինչպես կհիշենք ու կաղոթենք ննչեցյալներու համար։ Թեև ուղագի աղոթե ննչեցյալներու համար եւ նա կփրկվի տեքստը չկա, բայց կան հետեւյալ նշանները։ Օրինակի համար երկրորդ Մագապայեցիներու գիրքը 13-րդ գլուխ 43-45, անշուշտ ոչ բոլոր ավետարաններու մեջ է սա, բայց եկեղեցին կընդունե, Մագապայոսը զոհ մատուցեց ննչեցյալներու համար եւ ըսավ. Սուրբ, սուրբ եւ բարեբաշտ միտքեր, որբեսի անոնք ազատին ազգամ ազատություն գտնեն իրենց մեղքերեն։ Իսկ նոր գդագարանի մեջ երկրորդ Տիմոթեոսի 1:18-ի մեջ Բողոսը գհիշադագե Օնեսիպորոս անունով անձը, որ մահացած էր եւ գաղոթե իր հոգի համար։ Հարց 4. Բայց չէ որ մարդը կարող է ասել, ուրեմն ապրեմ ոնց որ ուզում եմ, հետո մեկին կխնդրեմ աղոթի ինձ համար։ Սա շատ կարևոր հարց է։ Սա կգոչվի հոգևոր ինքնախապեյություն։ Այդպիսիները չեն ապավինիր Աստծո ողորմությանը, այլ գշարազահեն զայն։ Հռոմայեցիս 6:1-ը գսե. Մնանք մեղքի մեջ, որբես շնորը ավելնա, ոչ իսպար։ Աստված գնայի սրդի վիճակին, մարդ չի գրնար դիտավորությամբ մերժել Քրիստոսին, ապրիլ մեղքով եւ հույս ունենալ ուրիշին աղոթքով փրկվել։ Բայց եթե միգուցե մահվան բահին անոր սրդի մեջ եղած է ճշմարիտ ապաշխարանքը, ապա մեր աղոթքը կարող է սրբել, բարձրացնել եւ մխիթարել։ Որպես եզրակացություն ասեմ, այո, կարելի է եւ պետք է աղոթել մեր սիրելիներու հոգիներուն համար։ Բայց սա չի նշանակեր, որ անոնց ապաշխարությամբ մերժած որոշումը կփոխվի։ Աղոթքը կմխիթարե անոնց հոգին, կմաքրե հնարավորին չագերդյալ միջին վիճակները։ Իսկ անոնք, որոնք Աստծո լիովին մերժած են, դատաբարդված են արդեն եւ աղոթքը չի փոխեր ոչ մեկ բան։ Եկեղեցու մեր խոնար աղոթքն է. Դեր հիշեք ու ասին ծարային, ները անոր գիտակցված եւ անկիտակցաբար գործված մեղքերը։ Թող ողորմություն գտնեն քո մոտ եւ մխիթարվին քո լույսիդ մեջ։ Եթե ունիք ննչեցյալներու եւ հարազատներու անուններ, սիրով կարող եք ուղարկել ինձ ստորև նշված WhatsApp-յան գրուպին եւ ես սիրով կաղոթեմ անոնց համար։ Թող Աստված ձեզ ալորնե մխիթարե առաջնորդե լույսի ճանապարհով։ Ամեն։